ձայնդ բարձրացրու սիրելիս Սրտիդ խորքից ձայնդ բարձրացրու ասա հանձնվում եմ քեզ Տեր հանձնվում եմ քո ձեռքերի մեջ հանձնվում եմ քո կամքի մեջ հանձնվում եմ քո լույսի մեջ հանձնվում եմ քո ճանապարհների մեջ հալելույա հանձնվում եմ քո առաջնորդությանը հալելույա հանձնվում եմ քո խոսքին Տեր հանձնվում եմ այն ամենին ինչ որ դու իմ համար պատրաստել ես հալելույա հանձնվում եմ քեզ եմ ուզում տեսնել ցույց տուր քո փառքը Դու ես մեր պաշտպանությունը, դու ես մեր ամուր վեմը, դու ես մեր օրհնությունը, դու ես մեր կյանքը, դու ես մեր սրբությունը, դու ես մեր արդարությունը, հալելույա Տեր, դրա համար մենք կանգնած ենք հիմա քո առաջ եւ ասում ենք հանձնվում ենք քեզ, հանձնվում ենք մեր անձով, մեր ամբողջ էությունով, մեր հոգին, շունչը ու մարմինը, մեր միտքը, մեր կամքը, մեր էությունը Տեր մենք հանձնում ենք քեզ քո սուրբ ձեռքերի մեջ սուրբ հոգուտ առաջնորդությանը Տեր հալելույա 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 դու ես ներող եւ բժշկող Աստվածը ցույց տուր քո հալելույա փառքես փառքես Սիրելիս, սա այն որոշումն է, որ ոչ մեկ քո տեղը չի կարող անի, ոչ ոք քո փոխարեն չի կարող անի, եւ դու ես որոշում քո հանձնվելու չափը Աստծուն, դու ես որոշում քո հանձնվելու մակարդակը Տիրոջը, բայց սա մի հատ լավ առիթ է հիմա, որ դու ավելացնես քո Աստծուն հանձնվելու մակարդակը, չափը, ուղղակի ավելացրա, որոշիր վստահել նրան, որոշի հանձնվել նրան, քո բոլոր ճանապարհների մեջ, քո որոշումների մեջ, քո ընթացքի մեջ, քո ծառայության մեջ, քո հոգևոր կյանքի մեջ, քո ֆինանսների մեջ, քո առողջության մեջ, քո ընտանիքի մեջ, որոշիր հանձնվել նրան, որոշիր վստահել նրան, որովհետև նրա ձեռքերը ամենաապահով վայրն է քո համար։ Հալելույա։ Սա այն բանն է, որ մենակ դու կարաս որոշես։ Ոչ ոք, ոչ մի ուրիշ մարդ քո փոխարեն չի կարաս անի, սա քո որոշումն է, թույլ տուր, որ Սուրբ Հոգին հպվի քո սրտին, հալելույա, թույլ տուր, որ Աստծո Հոգին իր քաղցրությունը քեզ ճաշակեցնի, թույլ տուր, որ քո սիրտը ջերմանա նրա ներկայության մեջ, հալելույա, թույլ տուր, որ նրա սերը լցնի քո ամբողջ ներսը, հալելույա, 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 որքան որ դու ճաշակում ես նրա սերը, այնքան քո մեջ ավելանում է նրան հանձնվելու փափագը, որոշումը, թույլ տուր, որ Տիրոջ սերը քեզ ողողի իմ այս պահին, ասա Սուրբ Հոգի, լցրու իմ ներսը քո սիրով, ճաշակեցրու ինձ քո սերը, ջերմացրու իմ սիրտը, եթե սառել է, եթե թուլացել է, եթե հեռացել է քեզանից, ջերմացրա իմ սիրտը, մոտեցրու քեզ Տեր, արթնացրու իմ սիրտը, արթնացրու իմ սիրտը քեզ համար Տեր։ Հալելույա, մեր Տերը գործում է, շարժվում է, կենդանի է, սիրելիներ, այո, Հիսուսը կատարել է մի հատ զորավոր գործ 2000 տարի առաջ, որը որ չի հնացե եւ դա միշտ այսօր մեր հետ է գործում է, շատ ժամանակ մենք համոզում ենք Աստծուն, որ այսինչ մտածում ենք, որ պետքա համոզենք, որ սենց խղճի վրա ազդենք էլի Տիրոջ, որ ինչ-որ բաներ անի, բայց գիտես այն ինչ-որ անելու էր արդեն սաղ արված է, 2000 տարի առաջ խաչի վրա ամեն բան արված է, մենք կարիք չունենք որևէ բան համոզենք, որևէ բանում սենց Աստծո խղճի վրա ազդենք, իր խիղճը շարժենք, Աստված արդեն ինչ ուներ արձակել է իր սրտից, իր միածին որդին էր, ամենաթանկն էր,
Նրան արձակել է եւ տվել է արդեն, նրա հետ մեկտեղ Աստծո խոսքը ասում է, որ ամեն բան ունենք Քրիստոսով, ամեն օրհնություններով օրհնված ենք Քրիստոսով, Քրիստոսի մեջ, որ մեր համար խաչվեց, կա մեր բժշկությունը, մեր մեղքերի ներումը, մեր փրկությունը, մեր հավիտենական կյանքը, մեր ազատագրությունը, մեր օրհնությունները, ֆինանսական, ընտանեկան, փոխհարաբերությունների, ինչ որ ուզում ես Քրիստոսի մեջ է։ Արդեն արձակվել է, գիտես, թազա մենք կարիք չունենք Աստծուն համոզելու, որ ինչ-որ նոր բաներ տա մեզ, արդեն ամեն բան տվել է, խաչի վրա ամեն բան կատարվեց, ամեն, Հիսուս ցենց ասեց, մեզ պետք է ուղղակի սովորել հավատքով ապրել, հավատքով տեսնել այդ ամեն ինչը, հավատքով վերցնել, ընդունել Տիրոջից և հավատքով նույնպես գործել, շարժվել, Նոր աղբերը խոսեց հավատքի գործերի մասին, այսինքն հավատքով տեսնել Քրիստոսի կատարած գործը ու հավատքով շարժվել և մեր կյանքերի համար և մյուսների համար, որտև ամեն բան Քրիստոսով արդեն մեզ տրված է, ամեն, մեր ամենամեծ մարտահրավերը այսօր հավատացյալների, քրիստոնյաների, մարդկանց դա հավատալն է, հավատքն է, Պողոս առաքյալը դրա համար ասում է հավատքի պատերազմը, պատերազմի, Տիմոթեոսին է ասում, բարի պատերազմը, հավատքի, ինքը իր մասին է ասում է հավատքը սպայեցի, պատերազմը սպատերազմեցի, այդ պատերազմը հավատքի պատերազմն էր, որտև շատ ժամանակ մեր կասկածները, տարբեր մտքերը, երևույթը, տեսանելի բաները, մարդկանց ձայնը, մեր պրոբլեմների ձայնը, տարբեր այդ բաները մեզ խանգարում են, խփում են մեր հավատքին, թուլացնում են մեր հավատքը և սկսում ենք կասկածել այն բաների վրա, որ Աստված արդեն արել է։ Հիշում եք Հիսուսը, երբ որ խոսում էր աշակերտների հետ, երևի թե միակ հանդիմանությունը, որ Հիսուսը աշակերտներին անում էր, դա իրանց թերահավատության վերաբերյալ էր։ Հիսուսը հաճախակի հանդիմանում էր թե աշակերտներին, թե ընդհանրապես մարդկանց, Իսրայելին, իր ազգին, հանդիմանությունը, գլխավոր հանդիմանությունը թերահավատության վրա էր, կասկածների վրա էր, ինչու եք թերահավատ, ինչու կասկածեցիր, ինչու չվստահեցիր, այս բառերը հաճախ Հիսուսի բերանից մենք լսում ենք, կարդում ենք ավետարանում, և դրա համար այսօր իմ ու քո համար ամենամեծ մարտահրավերը հավատքով ապրելն է, հավատքով շարժվելն է, հավատքը զարգացնելը և հավատքը ինքը ունի աճող հատկություն սիրելիս, ամեն, դա մանանեխի հատիկ է, դա սերմ է, դա մի փոքր խոսք է, մի հատ ձայն է, որ դու լսում ես և հետո պետք է այդ սերմը քո ներսում զարգացնես, աճեցնես, տեղ տաս, մտածես դրա վրա, քայլեր անես այդ խոսքի համաձայն, որպեսզի քո հավատքը աճի։ Փառք Տիրոջը, սա իմ խոսքը չի այսօրվա, բայց ուղղակի այդպես առաջնորդվեցի, որ սրա մասին ասեմ, ինքս այդ ճանապարհի վրա եմ, ինքս անում եմ ամեն բան, որպեսզի հավատքի մեջ ավելի առաջադիմեմ, ավելի առաջ գնամ, որովհետև այո կա հավատքի մակարդակներ, Աստծո խոսքը ասում է հավատքից հավատք, հավատքից հավատք, այսինքն հավատքը ինչ-որ մի հատ չափ չունի, այլ մենք կանչված ենք այդ հավատքի մեջ աճելու, առաջընթաց, հավատքի մակարդակներ կա, գիտես կա մակարդակ փրկության հավատքի, որ մարդը հավատում է, որ Հիսուսն իր տեղը խաչվել է ու փրկության հավատք ունի, որ Հիսուսին ընդունի իրան Տեր ու Փրկիչ ու փրկվի, սա փրկության, բայց կա մարդ, որ հավատք ունի մեռելներ հարություն տալու, գիտես սա ուրիշ մակարդակի հավատք է, կա մարդ հավատք ունի գերբնական հրաշքներ անելու, սա էլ մի ուրիշ մակարդակ է հավատքի, դրա համար մենք կանչված ենք հավատքից հավատք գնալու և մեր հավատքը զարգացնելու, աճեցնելու, ամեն, հալելույա, դա նույնպես ասեմ, ամենակարևոր բաներից մեկն է, որ Տիրոջ սիրտը կարաս ուրախացնես, դա քո հավատքն է, Աստծո խոսքը ասում է առանց հավատքի անկարելի է հաճելի լինել Աստծուն, մի բան, եթե ուզում ես Աստծուն հաճելի լինել, Աստծուն գոհացնել, դա քո հավատքն է, հալելույա, գիտես հաճախակի նույնպես կրոնը սիրելիներ, կրոնը ինքը գալիս է գողանում է մարդուց հավատքը, ես ինչքան որ հոգևոր կյանքի մեջ առաջ ապրում եմ, և ինչքան որ մոտենում եմ Աստծուն, այնքան սկսում եմ ատել կրոնը, այնքան սկսում եմ ավելի ագրեսիվ լինել կրոնի մասին, դուք հասկանում եք կրոնը ինչ նկատի ունեմ, դա կրոնի ոգին է,
որը որ Աստվածապաշտության թշնամին է, ճշմարիտ Աստվածաճանաչողության թշնամին է եւ ինքը ունի կերպարանք, գիտես մնացած բոլոր դևերը, բոլոր ոգիները շատ հեշտ բացահայտվում են, որովհետեւ եթե ինչ-որ մեղքի ոգի է, ինչ-որ մեղքի դև է, իրան շատ հեշտ է բացահայտելը, տեսնելը, բայց կրոնի ոգին ամենախորամանքն է, որտեվ ինքը իրան քողարկում է Աստվածապաշտությունով։ Ինքը Աստվածապաշտության կերպարանք է վերցնում եւ դրա համար շատերին կարողանում է խաբել, վերցնել դրա մեջ։ Եվ Հիսուսի ամենամեծ պայքարը կրոնի ոգու դեմ էր, կրոնավոր, այսինքն կրոնի ոգու դեմ էր եւ դրա համար շատ մարդիկ Հիսուսին չէին հասկանում եւ հենց կրոնավորներն էլ Հիսուսին խաչեցին, ոչ թե ավազակները, ոչ թե մեղավորները, ոչ թե հեթանոսները Հիսուսին խաչեցին, այլ կրոնավոր մարդիկ սիրելներ, ոչ թե հռոմեացիք, ոչ թե Հռոմի կայսրը խաչեց, այլ հրյա փարիսեցիները խաչեցին, հրյա քահանաները, տաճարի ծառայողները, Աստծո խոսքի քարոզիչները Հիսուսին խաչեցին։ Գիտեք, դա կրոնավոր մասաներ այդ երկրի, որոնք որ Հիսուսին խաչեցին, այսինքն սա ամենակեղտոտ եւ ամենապիղծ ոգին է, որը որ իրականում ունի Աստվածապաշտության կերպարանք, բայց մարդուն Աստծուց զատում է, բաժանում է, կտրում է, հեռացնում է, գիտես կրոնը գողանում է մարդուց հավատքը։ Եվ ինչ է անում կրոնը, մարդուն կտրում է կենթանի աղբյուրից, մարդուն կտրում է Աստծուց, կենթանի փոխհարաբերությունից։ Եվ սենց մի բան էլ ասեմ, շատ ժամանակ, երբ որ խոսում ես, ավետարանում ես մարդկանց, հատկապես Եվրոպայում եվրոպացիներին, որոնք որ աթեիստ են, դու տեսնում ես մի հատ բան, որ նրանք զզվում են եկեղեցիներից, սիրելիներ, զզվում են եկեղեցուց, թշնամացած են, դառնացած են եկեղեցու դեմ։ Ինչի համար, որովհետև իրականում նրանք կրոնից են, կրոնի հանդեպ են դառնացած, որտեվ եկեղեցին չի ներկայացրել ճշմարիտ Աստծուն, չի կարողացել ցույց տա իսկական Աստվածապաշտությունը, կրոնա ցույց տվել մարդկանց, եւ ժողովուրդը զզվելով կրոնից հեռացել են Աստծուց։ Եվ հաճախակի կարող եք տեսնել, երբ որ դու խոսում ես ընդհանրապես մարդկանց հետ, շատերը հիասթափված են եկեղեցուց եւ եկեղեցուց հիասթափված լինելով հիասթափվում են Աստծուց։ Իրականում պատճառը նա է, որ եկեղեցին ոչ թե Աստծուն է ցույց տվել, այլ կրոնն է ցույց տվել, կրոնն է առաջ բերել։ Եվ կրոնը ինչ է անում, մարդուն բաժանում ու անջատում է Աստծուց եւ մարդու ուսերին դնում է պահանջներ, Աստվածապաշտության պահանջներ, որ մարդը իր սեփական ջանքերով չի կարողանում դրանք անել։ Ու գիտես 3 բան է տեղի ունենում։ Չգիտեմ, պարզային ինչ որ խոսում եմ, մի քիչ արագ եմ ասում, մի քիչ խիտ եմ ասում, բայց ուղղակի խնդրի, որ Սուրբ Հոգին քեզ բացի։ 3 բան է տեղի ունենում, սիրելիս։ Առաջին բանը մարդը, երբ որ մարդու վրա դրվում է կրոնավորության ոգին, առաջին բանը, որ մարդը սկսում է մտածել, ասում է, այս իմ բանը չի։ Հավատքի կյանքը իմ բանը չի, Աստվածապաշտությունը իմ բանը չի, որտեվ այն ամեն ինչը, ինչ որ ինձ ներկայացնում են ու ես պիտի անեմ, էդի ես կյանքում չեմ կարող անեմ, իմ ուժերից վեր է, չգիտեմ, չեմ կարող այդ ապրելակերպով ապրեմ։ Այսինքն, տեսեք ինչ անում, կրոնը չի ներկայացնում Աստծուն, չի ներկայացնում Աստծո զորությունը, չի ներկայացնում Աստծո փառքը այդ մարդու համար, կենթանի փոխհարաբերությունը, այլ ներկայացնում է անելիքներն ու չանելիքները։ Դրա համար երբ որ մարդը տեսնում է այդ ցուցակը, ասում է, չէ, այս իմ բանը չի։ Առաջին բանը, երկրորդը, գիտես, երկրորդ բանը, որ տեղի է ունենում մարդկանց հետ, որ մարդը մտնում է այդ կրոնի մեջ, կրոնավոր ընթացքի մեջ, կրոնավոր չակերտավոր Աստվածապաշտության մեջ եւ սկսում է տանջվել իր ողջ կյանքի ընթացքում։ Այսինքն փորձում է անել այդ բաները, մեկ ստացվում է, մեկ չի ստացվում, մեկ հելնում է, մեկ ընկնում է եւ ինքը թե հոգեպես, թե մտովի, թե իր սրտի մեջ անընդհատ տխուր է,
տանջվում է, տառապում է, որտեվ հասկանում է, որ պետք է անի այս բաները, բայց իր մոտ չի ստացվում եւ կարծես ինքը Աստծո երեսից իրան լքված ազգում, մերժված ազգում եւ անընդհատ այս տառապանքների ներքուստ ուրախություն չունի մարդը։ Գիտես, կրոնը գողանում է ուրախությունը, կրոնը գողանում է մարդու ներսի կրակը, մարդու ներսի այդ կյանքը սիրելիս, կրոնը գողանում է մարդու երջանկությունը, որտեվ անընդհատ դու լինում ես, ես եղել եմ դրա մեջ, դրա համար են ինչ որ խոսում եմ, գիտեմ ինչից եմ խոսում, գիտես, գողանում է այն ինչ որ Աստված նախատեսել է քո համար եւ դու սկսում ես տանջվել քո խղճմտանքի մեջ, քո ընթացքի մեջ, քո կյանքի մեջ։ Եվ երրորդ տարբերակը, որ տեղի է ունենում, մարդը բերում է մարդուն կեղծավորության, այսինքն արհեստական աստվածպաշտության, որ մարդը դառնում է երկ երեսանի, այսինքն ցույց է տալիս մարդկանց մի ուրիշ պատկեր, բայց ինքը ներքուստ մի ուրիշ մարդ է լինում, ցույց է տալիս եկեղեցում կամ ընդհանրապես մարդկանց մի ուրիշ բան, բայց ինքը իրականում իր ներսում ուրիշ մարդ է, հասկանում ես, սա էլ կրոնի կարծես երրորդ հետևանքն է, որ մարդու կյանքում բերում է, այսինքն մարդուն դարձնում է կեղծավոր, սինթետիկ, արհեստական է դարձնում, հա, ցույց ես տալիս մի բան, բայց դու ներքուստ ուրիշ բան ես, ցույց ես տալիս մի պատկեր, բայց դու իրականում ուրիշ մեկն ես, դրա համար Հիսուսը Փարիսեցիներին ասում էր շուրթերով Աստծուն պատվում եք, բայց ձեր սրտերը Աստծուց հեռացած են, այսինքն այն ձեր աստվածապաշտությունը իրական չի, օրիգինալ չի, բնական չի, սինթետիկ է, արհեստական է, կեղծավոր է, եւ հաճախակի հենց այդպես էլ նրանց անվանում էր կեղծավորներ։ Գիտես, սա կրոնի երեք հետևանքներն են, իհարկե շատը կան, բայց այս երեքը ուզում եմ ասեմ, որպեսզի դու հասկանաս ինչքան զզվելի ու կեղտոտ բան է կրոնի ոգին սիրելիս։ Բայց Աստված եկել է, որպեսզի ես ու դու իր հետ ունենանք փոխհարաբերություն, ամեն։ Հիսուսն ուսում է, որ ես ու դու իրար հետ ունենանք փոխհարաբերություն, ամեն։ Գիտես, եկեղեցի գալն էլ դա աստվածապաշտություն չի։ Հիսուսը ուզում է ավելի խորը բան, քան եկեղեցի գալ գնալը։ Հիսուսն ուզում է կենթանի փոխհարաբերություն իմ ու քո հետ ունենա։ Գիտես, ինքը աղբյուրն է, ուզում եմ կարդամ մի տեղ եւ շատ կարճ եմ լինելու, բայց ուզում եմ այս տեղը կարդանք միասին Հովհաննես 15-րդ գլխում Հիսուսը տալիս է մի հատ շատ կարևոր բանալի սիրելիս եւ նաեւ թե ինչպես դու պաշտպանված լինես կրոնավորությունից։ Հովհաննես 15-րդ գլխի առաջին խոսքից Ես եմ ճշմարիտ որդը եւ իմ հայրը մշակն է, ամեն ճյուղ, որ ինձանում է եւ պտուղ չի բերում, նա կտրում է նրան եւ ամեն պտուղ բերողին մաքրում է, որ ել ավելի պտղաբեր լինի։ Դուք արդեն մաքուր եք այն խոսքի համար, որ ձեզ հետ խոսեցի, կացեք ինձանում եւ ես ձեզանում, ինչպես որ ճյուղը իր անձից կարող չի պտուղ բերել, եթե որդում չմնա, այնպես էլ դուք, եթե ինձանում չմնաք։ Ես որդն եմ, դուք ճյուղերը, նա որ ինձանում մնում է եւ ես նրանում, նա շատ պտուղ է բերում, որովհետեւ առանց ինձ չեք կարող ոչինչ անել։ Հալելույա։ Եվ այսպես շարունակում մենք ստեղ կանգ առնենք, շատ հետաքրքիր, շատ հրաշալի է այս խոսքը սիրելիս։ Ու կարևորը ամեն մեկիս համար, այստեղ Հիսուսը շատ խորը հայտնություն է տալիս, շատ խորը մի ճշմարտություն է ասում ամեն մեկիս համար, ինքը իրան ներկայացնում է որպես որդատունկը, համեմատություն է բերում պատկերավոր խաղողի այդ որդատունկի հետ։ Ես որդատունկն եմ, իսկ դուք ճյուղերը, եթե դուք մնաք ինձանում, եւ ես ձեզանում, դուք շատ պտուղ կբերեք, Եթե դուք մնաք ինձանում, Հիսուսն ասում է, գիտես, այս մնալ բառը ես տարբեր թարգմանություններով նայեցի եւ այստեղ այս մնալը կամ կենալը հայերենում գրած է միտեղ կենալ կամ մնալ, դա հարատև, այսինքն մշտական կպած լինելն է։
Դա այն նույն բառն է, որ 91 Սաղմոսում մենք կարդում ենք բարձրալի ծածկոցի տակ բնակվողը, այ բնակվելու մասին է խոսքը գնում այստեղ։ Այսինքն մշտական երևույթ է սա, մշտական որդատունկից կպած լինելը, մշտական նրա վրա մնալը, կպած լինելը, հաստատված լինելը, նրանից բռնված լինելը, բնակվելը։ Գիտես, ծածկոցի տակ, երբ որ կարդում ենք 91, ասում է ծածկոցի տակ բնակվողը, ամենակարողի շուքի տակ է հանգստանում եւ հետո բոլոր խոստումներն այնտեղ ասում։ Աստված ուզում է եւ սա շատ կարեւոր է, որ ես ու դու մշտական բնակվենք, մնանք նրա ծածկոցի տակ, մնանք նրա այդ որդատունկին կպած, այսինքն չլինենք հյուրի կարգավիճակում, չլինենք մի օր կպած, մի օր արձակված, մի օր բռնած, մի օր թողած, մի օր որոշում ենք կայացնում, մյուս օրը մեր որոշումը փոխում ենք, մի օր մի քայլ առաջ ենք անում, հետո 3 քայլ հետ ենք անում։ Գիտես, որպիսի ես ու դու ունենանք առողջ հոգևոր ընթացք, հաղթական հոգևոր ընթացք, պտղաբեր հոգևոր ընթացք, որպիսի դու քո հոգևոր կյանքից համ ու հոտ ստանաս, դու ինքդ գիտես ուրախ լինես սիրելիս, դու ինքդ բավարարված լինես, դու ինքդ ուրախության մեջ լինես, ոչ թե տառապանքի, խղճմտանքի, ոչ թե բեռների տակ լինես, գիտես մտքերի ծանրության տակ ու բեռների տակ, այլ Աստվածպաշտությունը ինքը քաղցր է։ Հիսուսն ասեց իմ բեռը թեթև է, իմ լուծը քաղցր է։ Գիտես Հիսուսը չեկավ ծանր բեռներ դնելու մարդկության վրա, չեկավ դառը լուծ դնելու մարդկության վրա, ընդհակառակը ասում է կա մեկը, որ ձեր վրա դրել է բեռներ եւ դառը լուծ, ես եկել եմ վերցնեմ դա եւ իմ լուծը դնեմ, որը որ քաղցր է։ Ամեն։ Եթե գիտես հոգեվոր կյանքը ինքը քաղցր է։ Այո, դժվարությունները եւ մնացած բաները այս կյանքի կարծես մի մասնիկն է, մենք ապրում ենք երկրի վրա, կարիքներ, խնդիրներ, պայքարներ, դժվարություններ, սա նորմալ երևույթ է սիրելիներ։ Մենք երկրի վրա ենք եւ երկիրը այս ընթացքի մեջ է, երբեմն մեզ էլ է այդ ամեն ինչը պատահում, հանդիպում, Հիսուսն ասեց կունենաք նեղություններ, երկրի վրա կունենաք նեղություններ։ Գիտես նա չասեց, որ դուք ձերբազատված եք այդ ամեն ինչից, որ դուք անձեռնամխելի եք, որ ձեզ հետ ոչ մի նեղություն չի կարա լինի, ասեց կունենաք նեղություններ, բայց թող ձեր սրտերը քաջանան, թող ձեր սրտերը չխռովեն, որովհետև ես հաղթել եմ աշխարհին։ Այսինքն ես ձեզ հետ եմ, դուք ունեք իմ հաղթանակը, իմ հաղթությունը ես ձեզ եմ տալի։ Երբ որ Հիսուսն ասում էր ես հաղթել եմ, ինքը իր համար չէր անում, սիրելիս, իր հաղթանակը իմ հաղթանակն է ու քոնն է։ Ամեն։ Հիսուսը հաղթանակ տարավ մեր համար, ինքը պարտված չէր, որ ինչ-որ մեկի հանդեպ հաղթանակ տաներ։ Մենք էինք պարտված եւ այդ հաղթանակը մեր համար ինքը վերցրեց, որպեսզի փոխանցի մեզ։ Ամեն։ Հետևաբար Հիսուսն ասում է կունենաք խնդիրներ, բայց ձեր սրտերը թող չխռովի, թող չթուլանա, չտկարանա, որտեվ ես ձեզ հետ եմ։ Եվ այո, հոգևոր կյանքը, մեր ընթացքը Աստծո հետ ինքը իր խնդիրների հետ, իր դժվարությունների, կյանքի տարբեր կարիքների եւ այդ բաների հետ հանդերձ, գիտես Աստծո հետ փոխհարաբերությունը քաղցր է, թեթև է։ Ամեն։ Աստված ծանր բեռներ չի դրե։ Նա ընդհակառակը, նա քո մխիթարիչն է, նա քեզ բարձրացնողն է, նա քեզ բժշկողն է, նա քո կողքը կանգնողն է քո դժվարությունների մեջ։ Նա այն մեկն է, ով որ սիրելիս բժշկում է քո սիրտը, ով որ քեզ հույս է տալիս, երբ որ հույսի կարիք ունես, ով որ քաջալերում է քեզ, երբ որ քաջալերության կարիք ունես, ով որ ճանապարհներ է բացում, երբ որ դու փակուղիների մեջ ես։ Աստված, այդ Աստվածն է, որը եկել է մեր կյանքի մեջ։ Նա չի եկել, որ մեր կյանքերը ավելի դառնացնի, դժվարացնի, բարդացնի, մեր մեջքը ավելի սենց ցածրացնի, կռացնի, հա, Աստված եկել է բարձրացնի։ Հիսուսն ասում է, որ մոխրի մեջ նստողներին ես բարձրացնում եմ։ Ամեն։ Գերության տներում եղողներին ազատություն եմ տալիս։ Աստված այդ Աստվածն է սիրելիս։ Եվ գիտես գաղտնիքը Հիսուսը Հովհաննես 15-ում տալիս է մեզ գաղտնիք, եթե ուզում ես պտուղ բերես,
եթե ուզում ես փոփոխություններ տենաս, եթե ուզում ես իմ այդ քաղցրությունը վերապրես, ունենաս քո կյանքի մեջ, մնա ինձ կպած։ Գիտես, մեր միակ կարևոր պայքարը որդատունկին կպած լինելն է։ Եկեք սենց պատկերացնենք, ցանկացած ծառի ճյուղ, արդյոք ինքը ինչ որ ջանք անում է, որպիսի պտուղ տա, որպիսի կանաչի, որպիսի աճի, որն է իր ջանքը։ Ծառի վրա կպած լինելը, չէ՞։ Ուրիշ ջանք չունի ինքը։ Եթե ծառին կպած է, ավտոմատ այդ ծառի մեջից իր այդ կյանքը, վիտամինները, այն ինչ որ պետք է գալիս է, մտնում է ճյուղերի մեջ։ Ճյուղերը սկսում են ավտոմատ կերպով աճել, մեծանալ, լավ տերևներ արձակել, լավ պտուղներ արձակել։ Գիտես, միակ ջանքը, որպիսի ճյուղը մնա ծառի վրա, հանկարծ չկտրեն իրան, հանկարծ ինքը իրան չկտրի գցի, հա։ Եվ մեր միակ ջանքը, որ մենք պետք է անենք, ծառի վրա կպած լինելն է, որդատունկին կպած մնալն է, հարատև մնալն է, մնացեք ինձանում եւ ես ձեզանում եւ շատ պտուղ բերեք։ Պտուղ տալը Աստված ինքն է այդ երաշխիքը քեզ տալիս, գարանտիա է տալիս Հիսուսը, ասում է, եթե իմ վրա մնաք, իմ մեջ մնաք, հաստատ ասում եմ ձեզ պտուղ եք տալու։ Գիտես, մեզ պետք չի ջանք անել պտուղ տալու համար, մեզ պետք է ջանք անել որդատունկին կպած մնալու համար։ Հալելույա։ Եվ միգուցե հիմա ասես որն է, բա ոնց պիտի անեմ, որ ինչ է նշանակում կպած մնալ, ինչ է նշանակում այդ որդատունկին կպած մնալը, ինչ էր Հիսուսն ուզում ասեր, մնացեք իմ մեջ եւ ես ձեր մեջ, կգաս Լիաննա ջան, եւ պտուղ կբերեք, հա, ավելի պրակտիկ, ավելի կոնկրետ, ավելի առօրյա մեր կյանքի մեջ ինչ է սա նշանակում, ոնց պիտի կպած մնանք Հիսուսին։ Այս թեման շատ երկար է, սիրելիներ, բայց ես ուզում եմ սենց մի քանի համառոտ ձևով ասեմ, պիտի խնդրեմ, որ ուշադիր լինես մինչև վերջ։ Գիտես, Հիսուսի մեջ լինելը, երբ որ Հիսուսն ասում է, նա եթե մեկը ասում է իմ մեջ լինի եւ ես նրանում, նա շատ պտուղ կբերի, որովհետեւ առանց ինձ դուք չեք կարա ոչ մի բան անեք։ Հետարքիր է, Հիսուսն ասում է, առանց ինձ չեք կարա ոչ մի բան անեք։ Այս ոչ մի բան անելը նկատի ունի հոգևոր բաներին, ոչ թե ընդհանրապես ոչ մի բան չեն կարող անենք։ Լիքը մարդիկ առանց Հիսուսի շատ բաներ են անում։ Բայց Հիսուս նկատի ունի հոգևոր բաներին, աստվածահաճո բաներին։ Առանց ինձ չեք կարա ոչ մի բան անեք։ Գիտես, ցանկացած աստվածային բան մենք մեզանով մեր մեջ չենք կարա արտադրենք։ Ոչ մի աստվածային պտուղ մենք մեզանով մեր մեջ չենք կարա արտադրենք, սիրելիներ։ Մենք այդ կարողությունը չունենք, ճյուղը ինքը իրանով չի կարա իրա վրա պտուղ ստեղծի, պտուղ աճեցնի։ Հա, բնությունը մեզ սովորացնում է, եթե ճյուղը կտրված է ծառից, ինքը իրանով չի կարա իրա վրա պտուղ աճեցնի։ Եվ Հիսուսն ասում է, առանց ինձ չեք կարա ոչ մի բան անեք։ Պտուղների մեջ շատ բաներ է մտնում, բայց մենք կարդում ենք Գաղատացիս թղթում 5:22-ում կարդում ենք Սուրբ Հոգու պտուղները։ 9 պտուղներ կա, այնտեղ կարդում ենք դա Աստծո սերն է, դա խաղաղությունն է, դա ուրախությունն է, դա խոնարհությունն է, դա ժուշկալությունն է, դա հավատքն է նույնպես եւ եւս մի քանի բաներ։ Եվ Հիսուսն ասում է, առանց ինձ չեք կարա պտուղ տակ։ Գիտեք, առանց Քրիստոսի ես իմ մեջ չեմ կարա խաղաղություն արտադրեմ։ Առանց Քրիստոսի ես ինքս ինձանով չեմ կարա խոնարհություն իմ մեջ արտադրեմ։ Առանց Քրիստոսի ես չեմ կարա ինքս իմ մեջ ժուշկալություն արտադրեմ կամ հավատք արտադրեմ։ Ես չեմ կարա այդ պտուղները տամ իմ սեփական ջանքերով։ Գիտես, կրոնը հենց տանում է սրան, ասում է քո սեփական ջանքերով փորձի խոնար լինես, դու պետք է խոնար լինես կամ դու պետք է ուրախ լինես, դու պետք է հավատքով լինես, դու պետք է ժուշկալ լինես, դու պետք է սիրող լինես։ Համաձայնենք, որ անհնար է, հա?
Եկեք մեր հետ անկեղծ լինենք։ Չէ, երբեմն հնարավոր է, բայց դա տևում է րոպեներ, դա տևում է ժամեր, դա տևում է մի օր, 2 օր։ Դու կարողանում ես սիրող լինել, մինչև այն պահը, երբ որ ինչ-որ մեկը քո ոտքը տրորում է, մինչև այն պահը, երբ որ ինչ-որ մեկը ասում է աչքիդ վերևը ունք կա, մինչև այդ պահը կարա շատ սիրով լինես։ Բայց գիտես, դա քո ջանքերով արտադրած սերն է։ Դա այն Սուրբ Հոգու պտուղը չի, դա Քրիստոսի պտուղը չի։ Դա քո սեփական ջանքերով արտադրածն է, ու մեր սեփական ջանքերով արտադրածը մեզ հուսահատեցնում է, հիասթափեցնում է շատ ժամանակ, որտեվ ծոմ ես պահում, աղոթում ես, չգիտեմ, որոշում ես ինչ-որ բաներ ես անում քո ջանքերով, ուզում ես հասնես ինչ-որ բանի, մեկ էլ տենում ես շրխկ, այն ինչ-որ կառուցել էիր, սենց փլուզվեց։ Մենք մեզանով հոգևոր բաներ չենք կարա արտադրենք, սիրելներ։ Դա ընդամենը արհեստական, ժամանակավոր, պլաստմասովի բաներ ենք մենակ արտադրելու։ Գիտես, բնական պտուղը Քրիստոսով կարանք արտադրենք։ Կա չէ, սենց պտուղներ, որ նայում ես, շատ նման է իրականին, բայց ինքը պլաստմաս է։ Ինքը չգիտեմ, ինչ-որ ուրիշ նյութից է, դու նայում ես գույները, տեսքը, ամեն ինչը տեղն է, բայց ինքը իրական չի։ Եվ մեր արտադրած պտուղները դրա նման են։ Մենակ Հիսուսով դու կարաս իսկական պտուղ տաս։ Եվ ինչ է նշանակում լինեք, եղեք իմ մեջ, կացեք իմ մեջ, եւ ես ձեր մեջ եւ շատ պտուղ կբերեք։ Սա նշանակում է ժամանակ անցկացնել Տիրոջ հետ, սա նշանակում է ընդունել նրա խոսքը քո մեջ։ Սա նշանակում է ծարավ քո մեջ ուղղակի ծարավը զարգացնել Աստծո հանդեպ, գնալ Տիրոջ ջրերի մոտ։ Գիտես, Դավիթն ասում է, ինչպես որ եղջերուն փափագում է ջրերին, այդպես Տեր իմ սիրտը քեզ է փափագում։ Գիտես, խմի Հիսուսից, սիրելիս, ամեն օր խմի Հիսուսից, կերակրվի, սնվի նրանից, կենտրոնացի Հիսուսի վրա։ Գիտես, շատ ժամանակ քեզ պտուղներիդ վրա կենտրոնանալ պետք չի, կենտրոնացի Հիսուսի վրա։ Այն ճյուղը, որ որդատունկի վրա տնկված է, կպած է, ինքը չի մտածում, այս տարի տենաս ես պտուղ կտամ, թե չեմ տա։ Ինքը ուղղակի մնում է որդատունկին կպած։ Մի կենտրոնացի պտուղներիդ վրա, կենտրոնացի Հիսուսի վրա։ Հիսուսն է կյանքը, նրանից է քո պտղաբերությունը, ինքն է երաշխիք տալի, որ դու պտղաբեր կլնես, որ դու կաճես, որ փոփոխություններ կգա քո կյանքի մեջ։ Գիտես, դրա համար փափագի նրան, ամեն օր խմի նրա ջրերից, ժամանակ անցկացրու Աստծո հետ, սկսի հավատալ Հիսուսի խոսքին, սկսի սիրտը ուղղել դեպի նրան։ Ծարավը կենտրոնացրա Հիսուսի վրա։ Գիտես, շատ բաների հանդեպ կարանք ծարավ ունենանք այս աշխարհի մեջ, բայց արի ավելի շատ ծարավը Հիսուսի վրա ուղի։ Ուղղակի փափագի Հիսուսին, ուզի նրան։ Սա նշանակում է մնալ նրա մեջ, ապրել նրա մեջ, սնվել նրանից։ Եկեք կանգնենք ոտքի։ Սա շատ խորը եւ հիմքային ճշմարտություն է, սիրելներ։ Եվ իրականում սա ազատագրում է քեզ կրոնից, ազատագրում է ավելորդ քո ջանքերից։ Սա քեզ ուղղակի կպահի ավելորդ ձախողումներից, ավելորդ անկումներից քո հոգևոր կյանքում։ Սա քեզ պաշտպանություն է, սիրելիս, քո կյանքի համար։ Եթե դու վերցնես այս ճշմարտությունը, քո կյանքը ավելի պաշտպանված կլինի, քո կյանքը ավելի օրհնված կլինի, հաջողակ կլինի։ Կպի Հիսուսին, մնա Հիսուսի վրա, մի իջի նրանից, մի պոկի քեզ նրանից, մի կապդ կտրի, մի օր արի եւ հետո շաբաթներով, գիտես, կտրված ապրի նրանից։ Մնա Հիսուսի վրա։ Եղիր հաղորդակցության, փոխհարաբերության մեջ Հիսուսի հետ։
Գիտես կա միջոցներ, որ քեզ օգնում է դա անել։ Եկեղեցին այդ միջոցներից մեկն է, որ քեզ օգնում է կպնել Հիսուսին։ Գիտես եկեղեցին քեզ օգնում է կպած մնալ Հիսուսին։ Բոլոր բաները, որ եկեղեցում արվում է, անում ենք ծրագրերը, ծառայությունները, խմբակները, աղոթքները, հյուրերը, չգիտեմ, այն ինչ որ անում ենք սիրելիներ, դա ինչի համար ենք անում։ Նպատակը, որպեսզի ամեն մեկը կպած մնա Հիսուսին։ Փրկությունը Հիսուսով է, փոփոխությունը նրանով է, պտղաբերությունը նրանով է։ Առաջընթացը նրանով է, հաղթանակները նրանով են։ Ամեն։ Հալելույա։ Ես ուզում եմ, որ ուղղակի ես կարճ խոսքով քո մեջ արթնացնեմ ծարավ։ Հիշում եք Դավիթը 108 Սաղմոսում հրաշալի մի խոսքեր ունի։ Ինքը իրան արթնացնում է, ինքը իրան ասում է, ով քնար, ասում է, զարթնի, ով իման զարթնի, իմ սաղմոսարան զարթնի։ Գիտես քնարը, սաղմոսարանը դա այն կապն էր նրա Աստծո հետ, դա այն երգերն էին, այն երկրպագություններ, այն աղոթքներն էր, դա նրա փոխհարաբերությունն էր Աստծո հետ։ Եվ երբ որ Դավիթը տենում էր այդ ամեն ինչը, կարծես ցամաքել է, չորացել է, կարծես ինքը որպես ճուղ կտրվել է, կտրվելու վրա է, ինքը իրան սենց արթնացնում էր, ինքը իրան ապտակում էր։ Եվ ասում էր զարթնի, ով իմանց, արթնացի Աստծո համար, վերցրու քո քնարը, վերցրու քո սաղմոսարանը, այսինքն նորից մտի երկրպագության մեջ, մտի Տիրոջ հետ փոխհարաբերության մեջ։ Այ քո ամենամեծ պայքարը սա է։ Հիսուսին կպած մնա, անպայման պտուղներ ես տալու։ Անհնարին է, սիրելիս։ Ես սա ասում եմ, որ անհնարին է Հիսուսի մեջ լինել եւ պտուղ չտալ։ Անհնարին է Հիսուսին կպած լինես եւ կյանքիդ մեջ փոփոխություններ չտեսնես։ Անհնարին է Հիսուսին կպած լինես եւ Աստված քո միջոցով չգործի։ Անհնարին է, սիրելիներ, այտենց բան չի կարա լինի, որտեվ Հիսուսը կյանքի աղբյուրն է, նրա մեջ է կյանքը, նրանով է կյանքը։ Գիտես անհնարին է Հիսուսը ում կպնում էր, ինչ որ բան տեղի էր ունենում։ Ով Հիսուսին էր կպնում, ինչ որ բան տեղի էր ունենում։ Սա ֆիզիկապես եւ նույնը հոգեվորապես անհնարին է, որ դու կպնես Հիսուսին եւ թողես, որ նա քեզ կպնի քո ներսում, դու նրա մեջ, նա քո մեջ եւ փոփոխություններ չտենաս, առաջընթաց չլինի քո կյանքի մեջ, գիտես օրհնություններ չլինեն, հաղթանակներ չլինեն, պտուղներ չլինեն, անհնարին է, սա հնարավոր չի։ Եթե այդպես է, ուրեմն մեր Աստվածը, գիտես, հորինված է, բայց մեր Աստվածը հորինված չի, նա կենդանի է, նա զորավոր է, նա հաղթել է, ամեն, եւ նրա մեջ կա զորություն իմ ու քո կյանքը փոխելու։ Հալելույա, եկեք միասին աղոթենք, սիրելի Հայր, շնորհակալ ենք, Տեր Հիսուս, շնորհակալ ենք, մենք քեզ ենք տալիս ողջ փառքը ու պատիվը։ Տեր, ես աղոթում եմ, որպեսզի ամեն մեկի սիրտը ու ներսը արթնացնես, Տեր, քեզ կպնելու, քեզ փնտրելու, քեզ փափագելու, Տեր, սրտով քեզ դառնալու, Տեր իմ Աստված։ Կտրիր մեզ, Տեր, կտրիր ամեն կրոնավոր ընթացքից, Տեր, ամեն թմրած ու չորացած ընթացքից, Տեր, ամեն ավտոմատ այն գործերից, որ մենք անում ենք, Տեր, ամեն անգիտակցաբար, Տեր, գործերից կամ քայլերից կամ սովորություններից, որ մենք անում ենք, որոնք երբեմն ոչ մի փոփոխություն չեն բերում, ոչ մի բան չեն փոխում մեր կյանքերի մեջ, որովհետև այն ինչ որ քեզանից դուրս է, դրա մեջ ոչ մի զորություն չկա, Տեր, դրա համար մենք ուզում ենք, Հայր, որպեսզի կպնենք քեզ։ Տեր, արթնացրու մեր սրտերը, արթնացրու ամեն մեկի սիրտը, Տեր իմ Աստված, այստեղ քո եկեղեցու մեջ, Տեր, որպեսզի Տեր ամեն մեկը կպնի քեզ, ամեն մեկը փնտրի քեզ, ամեն մեկը փափագի քեզ, ամեն մեկը ժամանակ անցկացնի, որ ամեն օր մենք խմենք քեզանից քո ջրերից, Տեր։ Տեր, չթողես քո ծածկոցից դուրս գա որևէ մեկը, չթողես Տեր քո քեզանից կտրվի եւ ընկնի եւ չորանա որևէ մեկը, չթողես որ անպտուղ լինի որևէ մեկը, Տեր Հիսուս, մենք խնդրում ենք քեզ, Տեր, պահիր ամուր եւ արթնացրու սրտերը,
արթնացրու սրտերը։ Սիրելիս, ես ուզում եմ քեզ ասեմ, որ Հիսուսին կպած լինելը, նրա մեջ բնակվելը, նրա մեջ մնալը, դա քո որոշումն է։ Աստված արդեն որոշել է, որ դու նրան կպած լինես։ Գիտես, Աստված արդեն որոշել է եւ նա իր որոշումը չի փոխում։ Աստված արդեն ցանկացավ, կամեցավ, ուզեց, որ դու իրան կպած լինես, որ դու այդ որդատունկի վրա լինես, դու արդեն ընտրված ու կանչված ես այդ որդատունկի վրա լինելու։ Մնացածը դա քո որոշումն է։ Հարցը նրանում է, թե արդյոք դու ուզում ես կպած լինես, թե չէ։ Դա արդեն դու ես որոշում։ Եվ մնացած բոլոր հետևանքները քո որոշման հետ է կապված։ Տեր իմ Աստված, արթնացրու ամեն մեկի սիրտը, Տեր։ Սուրբ Հոգի, ես հավատում եմ, որ դու գործում ես, դու շարժվում ես քո զավակների, քո ժողովրդի մեջ։ Սուրբ Հոգի, ես աղոթում եմ քեզ, եթե ճյուղեր կան, որոնք որ չորանալու վրա են, պոկվելու վրա են, ամրացրու, հաստատիր, Տեր։ Հաստատիր, Տեր, արթնացրու, Տեր, բժշկիր սրտերը, մտքերը, Տեր։ Արթնացրու ծարավը ամեն մեկի ներսում, Տեր։ Շնորհակալ ենք քեզանից, Սուրբ Հայր, օրհնում ենք քո փառավոր անունը։ Շնորհակալ ենք, Հիսուս, որ դու ծանր բեռներ չես դրել մեր վրա, որ դու դառը լուծ չես դրել մեր կյանքի մեջ։ Շնորհակալ ենք, որ մեզանից պետք է ընդամենը քեզ կպած մնանք, եւ մնացածը քո գործն է, մնացածը քո պատասխանատվությունն է, մնացածը քո անելիքն է, Տեր։ Հալելույա, Տեր, օրհնիր եկեղեցին, օրհնիր ամեն մեկին այստեղ, Հայր, Հիսուսի զորավոր անունով, Տեր, թող Տեր քո ձեռքը, քո զորավոր ձեռքը պարզիր ամեն մեկի վրա, Տեր, եւ թող սրտերը բացվեն ընդունելու այն, ինչ որ դու պատրաստել ես, յուրաքանչյուրի համար, Հայր, Հիսուսի զորավոր անունով, Տեր, մենք խոսում ենք, ես խոսում եմ, Տեր, քո օրհնությունը, քո զորությունը, քո փառքը, քո հրաշքները, Տեր, քո պտուղները, ամեն մեկի կյանքի վրա, Տեր, Հիսուսի անունով, օրհնի քո եկեղեցին եւ առաջնորդի, Տեր, ողջ փառքը, պատիվը քեզ լինի, Հայր։ Հալելույա, Տեր, մենք աղոթում ենք նույնպես, բերում ենք քո ձեռքերի մեջ հիմա ամեն կարիքները, Տեր իմ Աստված, ամեն մեկի կարիքը, Հայր, որ դու գիտես, Տեր իմ Աստված, դա լինի հոգևոր, դա լինի ֆիզիկական, առողջական, ֆինանսական, թղթաբանական, Տեր, փոխհարաբերությունների, ընտանեկան, բոլոր կարիքները մենք բերում ենք քո ձեռքերի մեջ, Հայր, եւ աղոթում ենք, որպիսի դու մեկնես քո ձեռքը, որպիսի դու հրաշքները թեղես, Տեր, ամեն մեկի կյանքի մեջ եւ բոլոր կարիքների մեջ, որովհետեւ դու ես ամենակարող Աստվածը։ Տեր, շնորհակալ ենք այն օրհնությունները, որ դու ուղարկում ես, որ դու հեղում ես, որ դու իջեցնում ես քո ժողովրդի կյանքերի մեջ, եւ մենք քեզ ենք տալիս փառքը ու պատիվը։ Շնորհակալ ենք, Հայր, շնորհակալ ենք, Տեր, շնորհակալ ենք, Տեր, քո պատասխանների համար, քո վկայությունների համար, քո գործերի համար, Տեր, ողջ փառքը քեզ ենք տալիս, Հայր, Հիսուսի զորավոր անունով։ Հալելույա, ամեն, ամեն, հալելույա, փառք ու պատիվ մեր Աստծուն, սիրելիս, սպասի Տիրոջ գործերին քո կյանքի մեջ եւ հետո էլ վկայի։ Գիտես, շատ կարեւոր է, որ վկայես։ Ամեն։ Եղեք օրհնված, լավ շաբաթ, օրհնված շաբաթ ամեն մեկից, սիրելի